Շարունակվի առավոտ լուսով վիքենդը, իսկ մեր տաղավարում պետք է դիմավորենք մեր այսօրվա հյուրերին, գեղեցկուիներին, դերասանուհի, տաղանդավոր, մայր, ընկերուհի, վստահ եմ շատ շուտով դա էլ կպարզենք իհարկե, Դարինե Պետրոսյանը մեր տաղավարում իր գեղեցկուի դուստր Անի Գևորգյանի հետ միասին։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը հենց մեզ հետ սկսեցի։ Ձեզ էլ շնորհակալ ենք ձեր հրավերի համար։ Հաճելի առավոտը սկսել նման գեղեցիկ մարդկանց հետ։ Եվ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Դե պատմեք, ինչպես է ձեր առավոտը սկսում ընտանիքում։ Անի, ինչպես եք սկսում։ Ամենանկեղծը դուք ասես։ Հաստատ։ Դրա համար մամային չենք հարցնում։ Իրականում սովորաբար ես եմ ամենաուշը արթնանում։ Ինձ թվաց պետք է ասես սովորաբար ամենաշուտը ես եմ արթնանում, բոլորը քնած են լինում։ Բայց փորձում են շաբաթ-կիրակի ինձ էլ շուտ արթնացնեն, որպեսզի օրը չկորցնեմ։ Եւ նրանց հետ ժամանակ անցկացնես, նախաճաշես։ Անպայման։ Ահա։ Կիրակի օրերը անպայման մենք բոլորով ենք նախաճաշում, նստում սեղանի շուրջ, այո, բայց շաբաթվա օրերը ավելի անկանխատեսել են լինում, որովհետև առավոտյան վազք, դպրոց գնալ, պատրաստվել, այդպես մայրը վեր կացեք։ Շատ նորմալ դասական Մինչ ընտանիք։ օրս դու ես արթնացնում երեխաներին, ճանապարհում։ Երբ ես չեմ կարողանում, հայրն է միանում այդ process-ին։ Հասկանալի է։ Իսկ հայրիկի դեպքում վստահ եմ ավելի արագ է ամեն ինչ ստացվում։ Այո, ես միայն կողմ կլինեմ։ Դե շատ ծանոթ բան է, հայրիկները աղջիկների հետ ավելի շատ շուտ այսպես կարողանում են լեզու գտնել։ Նույն դասական ընտանիք դրա համար է ասում, որովհետև նույն բանը շատերիս ընտանիքում է տեղի ունենում։ Ամեն դեպքում ձեր ընտանիքում կա ինչ-որ սահմանված օրենքներ, որոնք որ պետք է պարտադիր պահպանվի։ Մայրիկը սահմանել է որևիցե օրենք եւ ասել այ հիշեք միշտ այսպես է պետք անել։ Երբ արթնանում ենք, ամեն առավոտ պետք է մեր անկողինները անպայման հավաքենք։ Ինձ թվում է այդ ամենաուժեղ օրենքն է ու անպայման նախաճաշենք։ Եթե չենք նախաճաշում, չի թողնում ոչ մի տեղ գնանք։ Բայց սա շատ կարևոր է։ Մի քանի տարի էլ կանցնի եւ կհասկանաս անի թե որքան կարևոր օրենք է մայրիկը հիմնասյունային հարցերը։ Դարինե կեցես։ Նայն է դու եւ ամուսինդ շատ տարբեր մասնագիտություններ ունենք։ Դու դերասանուհի, ամուսինդ գինեգործ։ Բախումներ, թե ավելի շատ օգնում եք մեկը մյուսին։ Իրականում, եթե նայենք, երկուսն էլ ստեղծագործական սկիզբ ունեն իրենց մեջ, որովհետև գինեգործությունն էլ ինքն իրենով ստեղծագործական աշխատանք է, որովհետև ստանալ մի պրոդուկտ, դա ինքնին սկզբից մինչև վերջ ստանալու ընթացքը դա ստեղծագործություն է կարելի ասել, եւ երկուսս էլ կարելի ասել ստեղծագործող ենք։ Այստեղ կարծում եմ անհատականությունների մեջ կարող է լինել ինչ-որ ընդհարում, բայց կարծում եմ կարող օգնում եք մեկը մյուսին։ Բնականաբար, այո։ Դու ավելի շատ կարող ես խորհուրդներ տալ, կարծում եմ, քան ինքը քեզ։ Չէ՞, դերասանական։ Չեմ, կարող եմ ասել, որ դա լինում է երկուստեք։ Մեկ գավաթ գինու շուրջ զրուցում եք արվեստի մասին, թատրոնի մասին։ Նմանատիպ ինչ-որ մի բան։ Կամ իր հետ մասնակցում են գինեգործական ինչ-որ փառատոներին, երեկոներին, ես էլ եմ մասնակցում, օգնություն ցուցաբերում։ Այսքան համատեղել է, որովհետև շատ ճիշտ դիտարկեցիր ու մեջ բերեցիր, որ գինին է դա արվեստին հավասարազոր է։ Այո, ամբողջ աշխարհում դա այդպես է համարվում, որ գինեգործությունը դա մի ուրիշ տեսակի արվեստ է։ Այս տանը թե խոսակցություններ կան արդեն թե արվեստից, հենց բուն թատրոն կամ ֆիլմ, կինոաշխարհ, եւ նաեւ գինու արվեստից։ Եվ միաժամանակ դուք էլ ականատես լինում ես ամենայն դեպս, չէ՞, խոսակցությունների։ Ոչ մի բախումներ, բան չեն լինում, որ ինչ արվեստ գինին է ճիշտը, ինչ գինի արվեստն է ճիշտը։ Մեկ օրինակ ես տանը նմանատիպ բախումներ լինում են, չնայած երկուսը էլ արվեստից հեռու չեն, բայց դե բնականաբար քննարկում ենք բոլոր մեր բնագավառների թերությունները եւ առավելությունները բնականաբար, բայց որ ասեմ ինչ որ մեծ բախումներ են լինում, տենց դրան չի հասնում, կարծում եմ։ Հասկանալի է։ Անի, նաև ես գիտեմ, որ դու հետաքրքրված ես դիզայնով, նույնիսկ ունեցել ես քո ցուցադրությունները։ Ինչպես սկսվեց քո սերը դեպի դիզայն, այդ ոլորտը։ Ինձ թվում է մանկուց ես միշտ նկարել եմ, 3 տարեկանից, եթե չեմ սխալվում, հենց նկարչության էի գնում ու այդպես նկարչության հետ սենց զուգահեռ անցա դիզայնի, սկզբում գնում էի հենց նկարչության կողմով դիզայնի, այսինքն էսկիզավորման էի գնում, իսկ հիմա ավելի մանրամասն, այսինքն հագուստի մոդելավորման դասերի եմ այցելում եւ նաեւ կարի տեխնոլոգիայի
Սա էլ է կարևոր, այո, իմանալ բոլոր նրբությունները։ Բայց պատմիր, ես ուզում եմ մի փոքր մանրամասն պատմես այդ ցուցադրության մասին, որտեղ տեղի ունեցավ։ Ես գիտեմ, դրա համար չեմ ուզում բացել փակակտերը, ուզում եմ դու ինքդ պատմես։ Ես մասնակցել եմ ցուցադրության Միլանում, քանի որ այցելում եմ Space 59 Երևանում, նրանք իտալական Բուրգո ինստիտուտի ֆիլիալն են Հայաստանում եւ այդպես նրանք ամեն տարի ունեն ցուցադրություն, որ ամեն երկրներից մասնակիցները գալիս են Միլան եւ ցուցադրություն է տեղի ունենում։ Ընտրված մասնակիցները, ամեն երկրից 5 մասնակից են ընտրում եւ անի 2 տարի արդեն ընտրել են նրա աշխատանքները։ Քանի աշխատանք էիր ներկայացնում Միլանում։ Մի աշխատանք, բայց քանի որ 2 տարի եմ գնացել, ստացվում է 2 անգամ։ Առաջին զգեստի մասին եմ ուզում պատմես։ Առաջին զգեստը ինձ թվում է ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ թեման հայկական բնությունն ենք մենք որոշել։ Ես որոշեցի ներկայացնեմ եկեղեցին, Զվարթնոց եկեղեցին, որպես հայկական բնության անբաժանելի մաս, քանի որ ինչպես գիտենք, մեր բնության մեջ շատ են եկեղեցիները ու շատ անկրկնելի գեղեցկության, ու այդպես որոշեցի հենց եկեղեցի զգեստ ներկայացնել։ Ափսոս մենք լուսանկարներ չունենք, որովհետև ես տեսել եմ այդ նկարները եւ իսկապես շատ գեղեցիկ էր քեզ մոտ ստացել։ Դե համացանցում կարող են քչփել։ Այո, եթե ցանկություն ունենաք, այո, հանգիստ կարող եք։ Վերջում հաստատ պետք է քչփել, որովհետև ինձ շատ գայթակղեց ու շատ հետաքրքրեց այդ մեկնողաղապարը։ Իսկ դեռ մեծ դեպքեր որ ծնողներից խորհուրդներ ես հարցնում, թե այս դեպքում ծնողները խանգարում են։ Իրականում, հա, ընդունելության համար, քանի որ պատրաստում եմ հավաքածու, թեման հենց գինեգործությունն էր։ Հեռու չի գնացել, հեռու չի գնացել։ Եվ այդպես շատ տարբեր զրույցներ եմ ունեցել հայրիկի հետ, ոնց ավելի խորը ներկայացնեմ։ Որն է քո ամենամեծ երազանքը այսօր։ Այսօր, այս պահին։ Ես գիտեմ, կարող ես բարձրաձայնել, կարծեմ բոլորս այստեղ նստած գիտենք։ Երևի հաջողվել իմ կարիերայում։ Ու նաև այս մի երազանքը նոր է ավելացել իմ կյանքում, երբեք չէի մտածել այս երազանքի մասին, բայց երևի իմ երազանքներից մեկը հայտնվել Անիում, գնալ Անի։ Գիտեի Բայց դա շատ հեշտ կարող եք իրագործել, չէ՞, Նայնե։ Բայց մինչ այս չէր բարձրաձայնել սրա մասին։ Սա այն երազանքն է, որ պարտադիր պետք է իրագործել։ Շատ, ես կարծում եմ շատ գովելի է, որովհետև մարդը ուզում է ծանոթանալ իր անվան ակունքներին եւ հասկանալ էներգետիկան նույնն է։ Եվ այդ ամենը ես համոզված եմ, որ վերջում նա նոր հավաքածուի մեջ, այո, օգտագործելու է։ Էներգետիկան հենց այդ առումով լսում ճիշտ ասած։ Ես էլ ճիշտ ասած էներգետիկան հենց այդ առումով մեզ բերեցի, որ էներգետիկան այնտեղ եկեղեցիների հետ ճիշտ է տխրում ես առաջին հայացքից, շատ այլ այսպես հուզական նաև իր անդրադարձն է ունենում, բայց էներգետիկայի առումով վստահ եմ, որ քեզ ստեղծագործելու հաստատ հնարավորություններ է ստեղծելու նոր մտքեր ու մուսաներ են գալու, վստահաբար եմ ասում։ Կեցես ինչ ողջունել է։ Իսկ մայրիկի հետ ավելի շատ ընկերուհիներ ենք, թե Այդ դա էր ուզում հենց ամենասկզբից բարձել։ ընկերուհիներ, հա։ Իսկ խիստ մայրիկ է։ Բալանսավորված։ Չի նեղացնում, շատ լավ դիվանագետ է, ասեմ իմանաս։ Խիստ մայրիկ է, բալանսավորված, այո։ Դե բայց ինձ դուր է գալիս, որ ընկերուհիներ, կարելի ասել արդեն ընկերուհիներ եք։ Հիմա իսկապես ինձ հետաքրքիր արդյոք դժվար է լինել մայրիկ 3 դուստրերի։ Ամեն դեպքում կարծում եմ շատ ավելի հեշտ է լինել 3 դուստրերի մայրիկ, քան 3 տղաների մայրիկ։ Կարծում ես։ Հա, կարծում եմ, հա։ Ես միշտ փոքրուց պատկերացրել եմ, որ ես պիտի ունենամ աղջիկ։ Ես միշտ մանկուց ասում եմ, ես որ ունենամ աղջիկ, ես որ ունենամ աղջիկ, միշտ այդպես եմ պատկերացրել, որ ես պիտի լինեմ աղջկա մայր։ Բայց չէի պատկերացնում, որ կունենամ 3-ը։ Իհարկե ցանկություն կար իմ մոտ միշտ էլ բազմազավակ մայր լինելու, բայց ինձ բոլորը խորհուրդ են տալիս, որ քեզ պետք է նաև տղա ունենալ, բայց ես ասում եմ, ես մեծագույն ցանկությամբ եւ հաճույքով կունենամ նաև աղջիկ, բայց աղջիկ, որովհետեւ ես աղջիկների հանդեպ մի ուրիշ սեր ունեմ, չգիտեմ։ Երևի նրանք իմն են, ես իրենց հետ ավելի եմ ինձ։ Չէ, հավատա, բոլորս ունենք այդ թուլությունը աղջիկների հանդեպ, բայց ես կարծում եմ, որ աղջիկներին այսօր դաստիարակելը եւ մեծացնելը շատ ավելի դժվար է, քան տղաներին։
Դե բայց Քեզ համար ավելի հեշտ կլինի դատել, որովհետև երկուսն էլ կան։ Երկուսն էլ կան, հա, ինձ համար այդպես է։ Աղջիկների հետ շատ ավելի դժվար է, որովհետև նրանք գիտեն իրենք ինչ են ուզում։ Լինես, ավելի նրբանկատ լինես, ավելի մոտեցումներդ պիտի ավելի զգուշավոր լինես, որովհետև Ես որպես հայր, որը նույնպես ունի դուստր, Այո, կարող եք քեզ էլ գերեզգույներ որ միջամտում եմ, բայց հավատացնում եմ ձեզ ավելի բարդ է, ես նարնի հետ ավելի համաձայն եմ, որ տղա այս ժամանակակից ու խառը աշխարհում դասիրակել եւ մեծացնելն ավելի դժվար է։ Բայց աղջիկներին պետք է ամուսնացնել, չէ՞ Ռուբեն։ Դե տղա է, չէ՞ պետք է ախել աղջիկներին բարիզբունի մասով։ Տղաների հետ ավելի ճիշտ է հայրը ավելի շատ ճիշտ ուղղորդումներ տա, իսկ աղջկա հետ կապված Երկու դեպքում է ծնող լինելը շատ բարդ մասնագիտություն է։ Ամեն դեպքում պատասխանատվություն երկու դեպքում էլ կա։ Պատասխանատու, հաճելի, բերկանքներով լի, անակնկալներով լի, այո։ Չգիտես ինչ որ ուզում կոնֆլիկտ գտնեմ, բայց նույն հարցը ուզում քեզ էլ տամ։ Ընկերություն է գնում աղջիկների հետ, թե երբեմն այսպես բախում վերջ-վերջը լինում է։ Գիտեք, երևի թե ավելի լավ է իրան մի քիչ ազատ թողնել, ավելի հանգիստ թողնել եւ չփորձել նրան ամեն ինչ պարտադրել, որովհետեւ զգում ես, որ նրա մոտ այդ մերժման ինչ որ տարիք է գալիս, փորձում է քեզ ամեն կերպ հակասել, հակադրվել։ Դա նշանակում է, որ նա համաձայն է, եղել է նման տարիք, եղել է այդ դժվարությունները։ Անի, բայց ես կասեմ երևի թե Անի մոտ ավելի հեշտ անցավ, քան հիմա միջնեկիս մոտ։ Լավ տեսնում ես, հա, ինչ է կողքից կատարվում։ Բայց միջնակի հետ կապված դու ես օգնության հասնում մայրիկին։ Չէ, իրականում տենց մեծ խնդիրներ չենք ունենում, կարծում եմ։ Դե տարիքային է, տանցում է, երբևէ մեծ խնդիրներ չեն լինում։ Բայց այդ տարիքային վայրի վերումները տեսնում եմ երեխաների մեջ, հասկանում եմ, փորձում եմ մի քիչ ինձ ավելի ստապ պահել, մի քիչ ավելի չճնշել, չբռնանալ, բայց երբեմն մեկ-մեկ լինում են դեպքեր, երբ մարտ ամսին աղջիկը ցանկություն է հայտնում առանց կարճ շրջազգեստ հագնելու առանց զուգագուլպաների, այդտեղ մազերդ բիզ-բիզ են կանգնում եւ դու ասում ես «Մրսես, չուրտ է, բա»։ Ընկերությունը դնում ենք մի կողմ, ես քեզ ասում եմ, ես եմ ասում այստեղ։ Մայրն է արթնանում այդ ժամանակ։ Ընտանիքից անցում ենք կատարում դեպի կարիերան։ Ինչ նորություններ ունենք կարիերայում։ Այս պահին ինձ մոտ մի շրջան է, որ մի քանի տարբեր պրոյեկտներում եմ թատերական ներգրաված, այս պահին իմ սիրելի դրամատիկական թատրոնում, որտեղ զբաղվածությունս մի քիչ ավելի պակասեցրել եմ, զբաղված եմ միայն մի ներկայացման մեջ, այս պահին պատրաստվում ենք նոր ներկայացման, Հրաչյա Հարությունյանի բեմադրությամբ, պատմական դրամա է, Քին, Գրիգորի Գորինի Քին, Էդմունդ Քին պիեսան է, մեր սիրելի թիմն է, մեր դերասանական երիտասարդները եւ միջին տարիք կան ներգրաված, կարծում եմ շատ հետաքրքիր ներկայացում կլինի։ Մոտավորապես առաջնախաղը պլանավորվում։ Կարծում եմ կլինի արդեն աշնանը։ Պլանավորում էին, որ միգուցե կլինի գարնանը, բայց կարծում եմ կհետաձգվի կգնա դեպի աշուն։ Դրա հետ մեկտեղ Ստանիսլավսկու թատրոնից եմ Սուրեն Շաֆերդյանի կողմից եմ հրավեր ստացել նոր բեմադրվող ներկայացման մեջ մարմնավորելու մի կերպար, որը բոլոր դերասանուհիներն էլ կցանկանան։ Շեքսպիրյան Համլետի պիեսն է բեմադրվում, բայց ըստ Համլետի, այսինքն ըստ Շեքսպիրի, որովհետև որոշ փոփոխություններ կան, Շեքսպիրյան Գերտրուդի կերպարն են ինձ հրավիրել այնտեղ մարմնավորելու։ Ինձ համար շատ հետաքրքիր է, որովհետև նախ նոր չգիտեմ ինչի, բայց քեզ Օֆելիա միանգամից պատկերացրեցի։ Ես կարծում եմ տարիքից արդեն դուրս եմ եկել։ Շատ երիտասարդ է տեսքդ, ինչու։ Չէ, ես ուզում եմ ավելի ամեն ինչ ճիշտ իր տեղում լինի։ Ես կարծում եմ իմ տարիքին համապատասխան ինչ որ կար խաղացել եմ, հիմա արդեն ժամանակն է մի քիչ ուրիշ տեսակի մեջ լինելու։ Նոր ինձ համար անձնակազմ է թատերախումբ է, ում հետ փորձում եմ հարմարվել։ Շատ կայֆ պրոցես է իրականում, ինձ համար շատ հաճելի է։ Դրանից բացի իմ ընկերներից մեկը Արեն Ավաթյան, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, ով պիես է գրել շատ հետաքրքիր եւ անտերպրիզային մի ներկայացում է ուզում անել։ Հետաքրքիր դերասանական խումբ ենք փորձում համախմբել եւ այդպիսի մի ներկայացում անել։ Նորությունները շատ են Նայինեի մոտ, բայց ինձ հիմա հետաքրքրեց։ Հասկացանք, որ աշնան է, իսկ Ստանիսլավսկին։ Կարծում եմ դա էլ կլինի աշնանը, ինչ որ համատեղ sense մի քանի փորձ է գնում։ Ամեն ինչ հավաքվում է աշնանը։ Այո։ Շատ լավ։ Անի, մայրիկը բեմում եւ իրական կյանքում շատ է տարբերվում ըստ քեզ։ Ինձ թվում է, հա։ Հո։ Անկեղծ պատասխան, ինձ թվում է։ Տանը լրիվ ուրիշ մարդ եք տեսնում։ Օրինակ, որ ինչ որ դերերում եմ տեսնում, մտածում եմ զարմանում ես, չէ՞։ Սա իրոք իմ մայրն է։ Տպավորիչ է։
Հրաշալի։ Լավ, հաշվի առնելով, որ քեզ միշտ է այսպես թե հոգեհարազատ եղել, թե նաև միշտ ընթացքում քեզ հետ զուգահեռ հավասարաչափ այսպես ընթացել թատրոն եւ կինոաշխարհները։ Տարիների ընթացքում արդյոք փոխվել են մոտեցումները։ Այսինքն թատրոնն է ավելի ակտիվացել, թե ինձ մոտ թատրոնը միշտ առաջին տեղում է եղել, միշտ, դա չի քննարկվել երբևէ։ Երբ եղել են շրջաններ, որ այս պահին մի քիչ ավելի շատ գործունեությունը մի քիչ դեպի հեռուստատեսային սերիալներն են գնացել, բայց թատրոնում իմ աշխատանքը միշտ եղել է։ Հիմա կարծում եմ այն մի շրջան է, որ կուզեի մի քիչ ավելի ակտիվ լինել կինոյում, բայց կուզեի ակտիվ լինել այն աշխատանքներով, որոնք ինձ հետաքրքիր կլինեն։ Երբևէ չեմ վազի նրա հետևից, որ լինեմ այնքան որ կադրի մյուս էկրանին, հա, ինձ դա հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է լինի հետաքրքիր աշխատանք, որտեղ ասելիք ունեցող, հետաքրքիր կերպար լինի, որտեղ դու կկարողանաս նորովի ներկայանալ, ինչ որ նոր հետաքրքիր process լինի քեզ համար։ Բացահայտումներ անես ինքդ քեզ համար։ Այո։ Մեր մասնակցությունը ամբողջությամբ հենց այդ է։ Դու ամեն անգամ դու ինչ-որ մի process-ի մեջ ես ընկնում, մի նոր ուղի ես ընկնում եւ ինքդ քեզ քո հնարավորությունները բացահայտում ես։ Սա է ամենահետաքրքիր ճանապարհը։ Սոցցանցերն այն է, շատ пассив ես։ Ինչի հետ է դա պայմանավորված։ Ժամանակի սղությամբ, թե չեմ սիրում։ Ինձ շատ են հարցնում, ինչի ավելի ակտիվ ես։ Մի րոպե, Անի, ինչի է пассив մայրիկը։ Ըստ քեզ։ Ճիշտ պատասխանը անից կրեցեք։ Խնդրում եմ։ Չգիտեմ, երևի դուր չի գալի։ Դուր չի գալիս։ Ավելի շատ իրեն ներկայացնել սոցցանցերում։ Չէ, մեկ-մեկ սենց Ես ուզում եմ ինքս ինձ հետ անկեղծ լինել։ Եթե ինչ-որ բան ինձ այդ պահին հետաքրքիր է կամ ուզում եմ ինչ-որ բանով մարդկանց հետ կիսվել, այդ պահին կկիսվեմ, կներկայացնեմ, բայց չեմ ուզում անել այն, ինչը իմը չի։ Երևի թե դա։ Բայց ես որ ճիշտ ասեմ, հիմա մտովիտես սպասում էի պատասխանին, համ լսում էի պատասխանը, համ էլ փորձում էի այդպես մտաբերել ինչ-որ բան։ Այնպես չի եղել, որ ես քեզ հիշում եմ շատ ակտիվ սոցցանցերում։ Դե երբևէ չեմ էլ եղել, երևի կա, կողքից այսպես կա։ Դու հասկանում եմ, որ պիտի լինեմ ակտիվ, բայց ինքս ինձ հետ անկեղծ եմ ուզում լինել ու չեմ ուզում անել այն, ինչը որ իմը չի։ Այսինքն ժամանակը չէ, այսինքն հարցը այլ ընդհանրապես մոտեցումն է։ Ինձ համար հետաքրքիր է թատերական ներկայացման process-ները, այսինքն փորձերի process-ները։ Ես սիրում եմ այն process-ը, երբ որ ես մտածում եմ, թե ինչ պիտի անեմ։ Ես եթե ինչ-որ մի ճանապարհ եմ սկսում թատերական ներկայացման փորձերի, ես ամբողջությամբ դրանով եմ մտքով, իմ հոգով, իմ ֆանտազիաներով, այսինքն դա ինձ հետաքրքիր, ես այդտեղ եմ փորձում անկեղծ լինել, բայց երբեմն ուզում եմ մարդկանց հետ կիսվել այն արվեստի ճյուղերով ու այն ամեն ինչով, ինչը որ ինձ հետաքրքրում է, երբեմն հենց դրանք եմ փորձում ցուցադրել, իմ ճաշակը թելադրել, չգիտեմ, այդպես։ Հասկանալի է։ Հրաշալի։ Մենք պատրաստել ենք նաև ձեզ համար փոքրիկ խաղ։ Քանի որ այսօր առավոտ լուսո weekend-ն է եւ մեր եթերի ընթացքում մենք միշտ փորձում ենք խաղեր պատրաստել մեր հյուրերի համար։ Պատրաստ եք։ Այո։ Բացատրենք խաղի կանոնները։ Կհնչեն փոքրիկ հարցեր։ Այո։ Ու համապատասխանի նա պետք է արձագանքի։ Այսինքն, չգիտեմ, օրինակ բերենք, ոնց որ մեզ հարցնեք ով է ուշացողը, ես ասեմ դե ես կամ եթե Լուսինեն կամ լռեմ, կամ ցույց տաս Լուսինեի վրա, բայց Լուսինեն ուշացող չի, չէ։ Չէ, ոայ չէ։ Անկեղծ չէ երբեք։ Շատ լավ է։ Ինչքան էլ փորձեմ առավոտյան շուտ գալ, մեկ այնտեղ նստած է։ Եղել են դեպքեր, որ բոլորից շուտ է գալիս։ Ահա։ Պատրաստ ենք։ Այո։ Ով է սիրում ուշանալ։ Լավ, ով է տան քաղցրակերը։ Հայրիկը։ 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 Այո։ Հա, անի դու էլ քաղցրակեր չես, նայն է դու էլ։ Հետաքրքիր է։ Վիճելուց հետո ով է առաջինը փորձում լեզու գտնել։ Թե նորից հայրիկը։ Դե նայած ինչ դեպք եւ նայած ում հետ։ Այո, այստեղ մայր եւ դուստր վեճից հետո մայրիկն է։ Փորձում ենք այնպես անել, որ տենց վեճ չլինի։ Բայց եթե փոքրիկ նույնիսկ լինում է, մայրիկը առաջինն է մոտեն։ Ով է կարողանում ավելի երկար լռել։ Ես։ Բայց Եթե մայրիկը առաջինը գալիս է խոսելու, ապա այո, Անին կարողանում է ավելի շատ լռել։ Անին ուղղակի երևի թե այնքան զբաղված է իր մտքերով, իր դասերով, որ ինքը կարող է մտնել իր սենյակ եւ ժամերով այնտեղից ոչ մի ձայն չգալ եւ բայց ես կարծում եմ որ դա շատ նորմալ է։
Բայց իմ տեսակով ես էլ շատախոս չեմ։ Դրա համար կարծում ինձ ակաշել։ Ով է ամենահումորովը։ Ադելը երևի։ Ափսոս Ադելը չկա որ Փոքրիկ Ադելը նրան։ Վայ, փոքրիկը հաստատ լավ հումորով է։ Ես առիթ ունեցել եմ Ադելի հետ շփվելու։ Այո, փոքրիկը շատ լավ հումորով է։ Լավ, ով է հաճախ խորհուրդներ տալիս, բայց միշտ չէ որ հենց ինքն է հետևում։ Իմացանք։ Լավ, ես այստեղ մի հարց կա, բայց երկու ձև եմ ուզում այդ հարցը տալու։ Ով է հիմնականում միշտ լույսերը վարդողում։ Մենք բոլորս միանշանակ մայրը անջատում է եւ մայրը ասում է անջատեք լույսերը դորեք արդեն հաջորդաբար գտանք հարցի պատասխանը ով է ասում լույսը անջատեք ով է շատախոսը Ադելը այս հարցին գտան ճիշտ պատասխանը մի անգամից երկուսով տվեցին Շնորհակալություն անկեղծ պատասխանների համար, շնորհակալություն խաղին մասնակցելու համար եւ ընդհանրապես առավոտը սկսելու համար մեզ հետ։ Մենք էլ ենք շնորհակալ նման խաղի համար։ Մեզ համար էլ է հետաքրքիր ավելի բացահայտել մեր իրականում ընտանիքի ամեն մեկից դիրքերը եւ ով որտեղում է գտնվում։ Հատկապես որ նաև ինչ շատ դուր եկավ անի նոր երազանքը, որը հենց այս տաղավարը ինձ համար էլ է ճիշտ ասած նոր անակնկալ առաջին անգամ լսեցի ու ինձ համար շատ հուզիչ էր, որ ինքը արդեն այդքան գիտակցում է ու այդքան խորն է մոտենում հարցին։ Եվ ունի նման երազանք։ Այո։ Հրաշալի, շատ շնորհակալություն եւս մեկ անգամ ձեզ լավ օրվա շարունակություն, այսօր քանի որ Կիրակի է, այսօր ամենակարևոր օրն է ձեզ համար, ընտանիքի օրն է, ձեր ամբողջ ընտանիքի լավ հանգստյան օր ենք մաղթում, իսկ նաեւ օրվա շարունակություն իհարկե, իսկ ձեզ սիրելիներս առաջարկում ենք այս պահին, լսենք լավ երաժշտություն, հետո կվերադառնանք ու մշակութային շարունակություն կունենանք։